Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ողջունում եմ բոլորիդ։ Վանատուրում ինչպես միշտ հզոր կամային հյուրընկալ եւ մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ եւ քանի որ մտանք եկեղեցու բակում ենք ավանդաբար հավաքվում մոմ վառեցինք ձեր թույլտվությամբ մի քիչ աստվածաշնչյան մոտիվներով սկսեմ ելույթս Աստվածաշնչի կարևոր տեսարաններից մեկը եւ գրքերից մեկը ելքն է, ելքը այդ նրա մասին է որ Աստված Մովսեսին տալով օրենքները պատվիրում է որ ժողովրդին Եգիպտոսից հանի եւ տանի դեպի ավետյաց երկիր եւ 40 տարի պտտվում են եւ ի վերջո հասնում են ավետյաց երկիր ես չեմ հիշում կարծեմ կամ 2022 կամ 2023 թվականի իմ ամանորյա ուղերձում էր ես այս տեսարանին նորից անդրադարձ ունեցա Ասցի, որ սա մենք անցնում ենք անապատի 40 տարին, այսինքն մենք գնում ենք դեպի մեր ավետյաց երկիր, Աստվածաշնչի նկարագրությունը, որը տեղի է ունենում, ըստ էության այդ նկարագրությունը իրոք ֆիզիկական ճամփորդություն է նկարագրում Եգիպտոսից դեպի Իսրայել, ու հիմա մեր այսօրվա հանգրվանը Ես դեռ 2022 թվից ինտերնետում կարելի է ստուգել, դա 22 թվի ուղերձներ, թե 21 թվի ուղերձներ, թե 23 թվականի ուղերձներ, բայց հաստատ այդ ուղերձ հնարավոր է նույնիսկ 24 թվին, էական չի։ Ինձ համար ասոցիատիվ այս ճանապարհը նույն նկարագրությունը ունի։ Եվ ըստ էության ինչ է ստացվում, որ մենք կարող ենք նաև Ֆիզիկապես շատ մեծ շարժեր չանելով, նկատի ունեմ ֆիզիկական տարածքը չփոխելով, որտեղ խորհրդային միություն, խորհրդային Հայաստան, անկախ Հայաստանը կոնֆլիկտի ողջ պատմության մեջ, այս ընթացքը ինձ համար այդ նույնն է։ Եվ ի վերջո, երբ որ մենք հանդես ենք եկել իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթը եւ իմաստը այդ է որ մենք էլ 40 տարի ըստ էության 45 չէ լավ 30 քանի տարի համարյա 40 տարի հա Կարանք նույնիսկ ասենք որ 2028 թվին հենց 40 տարին կլրանա 40 տարի դեգերելով եկել հասել ենք մեր ավետյաց երկիր մեր ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն այն տրամաբանությամբ որ ավետյաց երկիր ասելով մենք եկել ենք այն կետին, երբ որ հասկացել ենք, որ հայրենիքը պետությունն է։ Պետությունն է ամենամեծ եւ ամենակարևոր հայրենիքը։ Պետությունից դուրս հայրենիք չկա, որովհետեւ պետությունից դուրս ցանկացած հայրենիք ուրիշի հայրենիքն է։ Մենք կարանք այսօր մարդիկ կան եւ ես հասկանում եմ դա մարդու ընտանիքի էմոցիոնալ պատմությունը Իմիջիալոց այդ բանը իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ոչ նեգատիվ իմաստով եմ ասում, ոչ պոզիտիվ իմաստով։ Ինձ համար շատ մեծ տպավորություն է թողել, օրինակ որ Սփյուռքում լիբանանահայերը շատ հաճախ որ ասում են հայրենիք, խոսում ես ասում է հայրենիք, հիմի կարող է փոխվել, ես մի 15-20 տարվա առաջվա տպավորություն։ Վերջում հասկանում ես, որ հայրենիք ասելով Լիբանանը նկատի ունի, ոչ թե Հայաստանը։ Այո, Լիբանանը կարա մարդու համար լինի հայրենիք, բայց Լիբանանը հայրենիք է նաև այլ ազգությունների, կրոնների եւ այլնի համար։ Հայաստանի Հանրապետությունում 97% բնակչության հայերն են Եվ այս միակ տեղն է մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը, որ Հայաստանը բառից եւ բուն եւ փոխաբերական իմաստով հայրենիք է,
Բայց մենք մեր հայրենիքի մեջ ինքներս էլ չենք հասկացել, որ մենք ինքներս զբաղված ենք հայրենազրկման process-ով, որովհետև 100 հազարավոր մարդիկ թողել հեռացել են Հայաստանից, միլիոնավոր մարդիկ հայեր թողել հեռացել են Հայաստանից, եւ ինչով է երկիրը հիմա ինչի ենք հասել ավետյաց երկիր, որովհետև 2025 թվականը առաջին տարին է, որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը ավելա քան Հայաստանից գնացած քաղաքացիների թիվը արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը սկսել արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը սկսել մենք պտտվել ենք մենք այդ անապատի միջով քայլել ենք ամերիկաներով ֆրանսիաներով ռուսաստաններով աշխարհով եւ վերադարձել ենք մեր երկիր մեր պետություն մեր հայրենիք արձանագրելով եւ որ հայրենիքը պետությունն է եւ ես բոլորիդ շնորհավորում ենք արտագաղթը կանգնել է ժողովուրդ ներգաղթը սկսել Եվ սա ամենամեծ իրադարձությունն է, որ մեզ հետ տեղի է ունեցել։ 2021 թվականին մենք ձեզ եկանք ասցինք հուսահատության վիճակում, մենք ձեզ եկանք ասցինք ապագա կա։ Դուք մեզ վստահեցիք, այսօր մենք եկել ենք ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան եկել է, ապագան հիմա է։ Մենք ասում ենք, որ մեր ժողովուրդ ինչ խոսացել ենք, Վերջում իրար ասել ենք դե լավ ալնելու, լավ կլնի, հիմնականում հարցով լավ ալնելու, մենք չենք արձանագրում, թե մեր գիտակցության վրա սա ինչ ազդեցություն է թողնում, մենք ասում ենք այս հարցը, այս ձևակերպումը պիտի հանենք, Մենք չպետք է ասենք լավա ալնելու, մենք ասում ենք, որ լավա այսօր, լավա այստեղ, լավա հիմա, ու ոչ միայն այսօր է տենց, այլ վաղն է տենց ալնելու, որովհետև եթե մենք ասում ենք վաղը, լավա ալնելու, վաղը էլի այսօր է, անընդհատ այդ լավա ալնելու հետևից վազում ենք, այսօր պետք է լավ ալնի, որ վաղն էլ լավ ալնի, Որտեւ եթե այսօր ընդամենը լավ կարող ալնի վաղնել վաղվա այսօրն է, չէ, էլի այսօրվա մեջ էլի լավ պետք է լինի։ Այն մյուսօր էլի լավ պետք է լինի, էլի լավ պետք է լինի։ Ու թվում է թե այնա լավ ալնելը շատ մոտիկ է, այնա ձեռներս հասնում է, բայց երբեք էլ չի հասնում, որովհետեւ այսօր պետք է լավ ալնի, որ վաղն էլ լավ ալնի։ Եթե մենք այսօր սպասում ենք վաղվան, վաղն էլ սպասելու ենք մյուս օրվան, մյուս օրը մյուս օրվան, մյուս տարի մյուս տարվան, մյուս դարում մյուս դարվան։ Ու մենք հազարամյա սպասման մեջ ենք, որ այս տարածքում ունենանք պետություն։ Եվ Բագրատունիներից հետո այս տարածքում մենք ունեցել ենք պետություն, իմիջիայլոց այս տարածքից արտագաղթը այդ ժամանակներում է սկսել։ Երբ որ հենց Ծաղկաձորից պահլավունիները թողել գաղթել են գնացել են Կիլիկիա, Լիբանանը, հայրենիքը, Հիմա մենք պետությունը վերադարձնել ենք Հայաստան ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե։ Եվ մենք ասում ենք ժողովուրդ ջան, պետք չի ասել լավա լինելու, որովհետև լավա հիմա եւ պետքա լավ լինի հիմա։ Մենք չպետք է ասենք մենք այսօր պետք է տառապենք, որ վաղը լավ լինի։ Մենք այսօր պետքա լավ լինի, որ վաղն էլ լավ լինի։ Եվ հետեւաբար այսօր լավ է, ու վաղն էլ լավ լինելու, մյուս օրն էլ եղու այդպես շարունակ։ Եվ ես դրա համար շնորհավորում եմ բոլորիդ։ Բայց դուք կարաք հարց տաք, ասեք մի րոպե, ինչով է լավ որ։ Ինչով է լավ։ Լավ է հետեւյալով։ Չէ, այդ անձերը թողենք մի կողմ։ Լավ է նրանով, որ այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ։ 2018 թվին ես որ ընտրվել եմ վարչապետ, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ։ Այդ 16000 դրամը բավարար չի եղել, որ մարդը մի ամսվա մեջ հաց ու պանիր ուղակի թոշակառուն, մի թոշակառու, հաց ու պանիր առնի։ Այսօրվա միջին թոշակը Մենք առաջին
2018-ին մենք եկել ենք եւ նվազագույն թոշակը 16000-ից սարքել ենք 32000 դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մի ամիս իր սնունդը ձեռք բերի։ Միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն ապահովել ենք, որ գոնե մի թոշակը, մի թոշակառուի սննդին մի ամսվա ողջ ընթացքում հերիքի։ Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք, որ սոված թոշակառու չկա, եւ այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սա մեր երազանքի գագաթնակետը չի։ Բայց ելի եմ ասում, մենք պետք է հիշենք, ինչ կետից ենք սկսել։ Մենք 16000 նվազագույն թոշակից սկսել ենք, այսօր 46000 նվազագույն թոշակը, պլյուս անկախիկ առևտրի դեպքում եւս 10000 հետ վճարի հնարավորություն, այսինքն 56000 դրամա թոշակը։ Այսօր 65 պլյուս տարիքի թոշակառուների համար պետությունը ապահովում է նվազագույն առողջապահական կարիքները առողջության ապահովագրության համակարգով։ Կա տենց բան, թե չկա, ժողովուրդ ջան, ասեք կա թե չկա։ Մինչև 18 տարեկան երեխաների առողջության նվազագույն կարիքները պետական բյուջեի հաշվին ապահովում։ Եվ մենք սա անում ենք հետևյալի համար։ Յուրաքանչյուր մարդ, ես միշտ եմ ասում եմ ոչ այնքան թոշակառուների համար ենք արել 65 պլյուս տարեկան, ինչքան իրանց զավակների, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ մտավախությունը կա, բա որ ծնողից հետ կապված առողջության խնդիր առաջանա, ես ինչ եմ անելու։ Կամ նրանք ովքեր 65 պլյուս տարիքի ծնող ունեն, հիմնականում նաև մինչև 18 տարեկան երեխա ունեն։ Ու այդ մտավախությունը միշտ կա, բա որ երեխայից հետ կապված մի առողջապահական խնդիր եղավ, ես ինչ եմ անելու։ Այսօր ձեր պետությունը եկել է ասի, թե դուք ինչ եք անելու։ Ձեր պետությունը եկել է ձեզ ասի, որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Ձեր կողքին կանգնած է եւ առողջության նվազագույն կարիքները ապահովում է ձեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս սրանով է լավ այսօր, սրանով է լավ այսօր։ Էլ ինչով է լավ այսօր։ Լավ է նրանով, որ օրինակ Հրազդանում կառուցվել է Հրազդան քաղաքում թիվ 2 միջնակարգ դպրոցը, Հայաստանի պատմության մեջ այդ որակի դպրոցներ երբեք չեն եղել, ավակ սերնդի ներկայացուցիչները թող ձեռը դնեն սրտերին ասեն, սովետական միության ժամանակ այդ որակի դպրոց եղել է, թե չի եղել, սովետական միության ժամանակ այդ դպրոցում այդ որակի լաբորատորիաներ եղել են, թե չեն եղել, այդ որակի մարզագույք եղել է, թե չի եղել, բայց խնդիրը դպրոցը չի, խնդիրն է նա, որ այդ դպրոցի պատին գրված է հետևյալը, ուղերձ մեր երեխեքին, լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև 21-րդ դարում ով ունի կրթություն, նա կարա լավ ապրի իր աշխատանքով, իր ազնիվ աշխատանքով եւ ուրիշի ձեռին չնայի։ Մենք ուզում ենք, որ մեր երեխեն, մեր քաղաքացին ուրիշի ձեռին չնայի, օգնության կարիք չունենա, այլ ինքը աշխատի, ուժեղ լինի եւ ուժեղացնի իր պետությունը։ Մեր կարգախոսը պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պիտի ուժեղացնի պետությանը, կրթության մասին է, որովհետև իմ պատկերացմամբ մարդուն ուժեղացնելու մի ճանապարհ կա, կրթությունը, մարդը կրթություն ունի, ինքը ուժեղ է, եւ այդ կրթությունը ինքը հետագայում պետք է իր աշխատանքով նախ ինքը իր բարեկեցությունը ապահովի, ապա եւ իր պետության այնքան հարկեր վճարի, օրենքով սահմանված, որ պետությունը հաջորդ սերնդի համար տենց լավ դպրոց էլի կառուցի, որովհետեւ մենք ուրիշ ավանդույթ էլ ունենք, դպրոցը կառուցում ենք ու հետո սպասում ենք, որ քանդուքարը լինի։ Միջև այդ դպրոցը քանդուքար չի լինում, չենք հիշում։ Մեր ստանդարտն է, մենք ասում ենք, շահագործման հանձնեցինք, դպրոցը այս վիճակից երբեք չպետքա ցածր լինի։ Մաշվեց, պետք է նորոգվի, պետք է հիմնանորոգվի։ Լաբորատորիայի գույքը փչացավ, պետքա նորը ստանան։ Մարզագույքը փչացավ, պետք է նորը ստանան։ Ու այդպես շարունակ, եւ դա պետքա հարատև լինի։ Ամեն հաջորդ սերունդ պետքա ավելի ուժեղ լինի։
Եվ սրանով ալավ Այսօր լավա նրանով որ մեր բանակում Այսօր լավա նրանով որ դուք նոր բանակ ունեք ժողովուրդ ջան Եվ վաղը չէ մյուս օրը եկեք հանրապետության հրապարակ Եվ տեսեք ձեր նոր բանակը Եվ տեսեք թե քանի կոպեկի արժեք ուներ Այն մարդկանց խոսակցությունը որ ասում էին Թե մենք բանակը քանդում ենք Չնայած սրա մեջ ճշմարտություն կա Մենք ոչ թե բանակը քանդում ենք, այլ մեր բանակի ավերակները մի կողմ ենք դնում, որ դրա տեղը կառուցենք նոր բանակ։ Այսօր դուք ունեք նոր բանակ, նոր սպառազինությամբ, նոր հագուստով, նոր զինվորով։ Պաշտպան հայրենիաց ծրագրի զինվորը 18 տարեկանը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստվում է, պայմանագիր է կնքում, ատեստավորվում է, իր ատեստավորված Տոկոսին համապատասխան 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ աշխատավարձ է ստանում եւ բերում է իր տուն։ Նախկինում զինվորի ծնողը պետք է մտածեր թե ոնց գուլպա ու քասրավենիկ ուղարկի իր զինվորին։ Այսօր զինվորը իր աշխատանքով իր տունը պահում է։ Բանը նախորդ օրը Աշոցքում տենց հարցրեցի կարող է մարդկա ձեր մեջ որ զինվոր ունի այդպիսի։ Մի կին ձեր բարձացրեց։ Ասցի ինչքան է ստանում ձեր իմիջիայլոց իրանք տանն են քնում մարտական հերթապահությունից դուրս այսինքն եթե մարտական հերթապահության չեն տանն են քնում ասցի ինչքան է ստանում ձեր զինվորը ասեց 350,000 դրամ ասցի 1000 ներողություն էլի անձնական հարց եմ տալիս դուք եւ ձեր ամուսինը ձեր կյանքի ընթացքում որ աշխատել եք երբևէ կամ ամուսինը կամ դուք 350,000 դրամ աշխատավարձ ստացել եք երբևէ ասեք չէ չենք ստացել երբևէ 350,000 դրամ եւ այսօր բազմաթիվ զինվորներ իրանց տուն տանում են այնքան գումար որ միանվագ կարող է այդքան գումար այդ տուն վերջին 30 տարվա մեջ չի մտել Այս սրանով ալավ եւ մի հատ է ծառայությունը ավարտելուց հետո 5 միլիոն դրամ են ստանալու բայց բանակի ավերակների մասին իմ ասածը որպեսզի չթվա որովհետեւ ասում են բանակը քանդեցին Հայաստանի հրետանու առանցքը եւ ողնաշարը եղել է D30 հրանոթը այստեղ համոզված եմ բազմաթիվ մարդիկ Պարոն Միքայելյանի գլխավորությամբ գիտեն այդ մանրամասները, ինչա D30-ը, ինչա D20-ը, ինչա եւ այլ։ Ճիշտ եմ ասում հրամանատար։ Չէ, որ D30-ն է եղել մեր բանակի հրետանու առանցքը։ Այսինքն մեր հրետանային թիվ 1 միջոցը։ Գիտեք, բանը Սուվորովն է, չի ասել, որ հրետանին, թե չէ, գերմանացի տեսաբանն է ասել, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Այսինքն մեր Աստվածը եղել է D30 հրետանի, D30 հրանոթը։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը D30 հրանոթ, որը գործարանում արտադրված է եւ մատակարարված է Հայաստանի Հանրապետությանը։ Կարաք ասեք երբ է ունեցել։ Առաջին անգամ, որ պատկերացրիք չէ, Զավադսկո ենք, չէ ասում, յուղը վրեն D30 հրանոթ առաջին անգամ որ թվին ունեցած կլինի Հայաստանի Հանրապետությունը կարաք ասեք ես ասեմ 2023 թվականին 2023 թվականից առաջ մենք ոչ միայն D30 հրա Սերժ Սարգսյանը որ ասել է 80-ականների սենքեր գլուխա գոված է ժողովուրդ ջան 80-ականների չի եղել 70-ականների ա եղել, 60-ականների ա եղել, 50-ականների ա եղել եւ առաջին անգամ ու մեր զենքի 70-80% այդ վիճակի ա եղել մենք այդ զենքերին փող չենք տվել առել ժողովուրդ ջան փող չենք տվել առել նվեր ենք ստացել ավելի ճիշտ դուրս գրելու ենթակա ա եղել եւ տվել են մեզ հիմա ես ձեզ ուրիշ բան եմ խնդրում եւ խորհուրդ տալիս եւ առաջարկում վաղը չեմ մյուս օրը լինելու է զորահանդես
Այսօր չնայած գլխավոր փորձն ալնելու, ենթադրում եմ արդեն մեր ժողովուրդը համացանցերում էսա լծվելու։ Բայց ես խնդրում եմ ձեզ զորահանդես նախ արձանագրենք, որ առաջին անգամ մենք ենք եղել դե 23 թվին, որ մենք դե 30 արտադրողի առաջին օգտագործողն ենք, առաջին, այսինքն մեզնից առաջ ոչ մեկ դրանից չի կրակել։ Երկրորդը զորահանդեսի ժամանակ ուշադրություն կդարձնենք մի բանին։ Դե 30 հրանոթի չափերը կնայեք, չափերը ուղղակի ֆիզիկական։ Եվ այն նոր հրետանին, որը մենք ունենք, նրա չափերը կնայեք։ Մենակ չափերի ֆիզիկական համեմատությունից ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Թե ինչ ասելա բանակ, թե ինչ ասելա բանակ։ Եվ միջայլոց նախորդ ամիս Էրեբունի վարչական շրջանում մի քաղաքացու հետ ունեցած խոսակցություն այդ զորահանդեսի ամբողջ սցենարը ինձ համար փոխեց, որովհետև քաղաքացին էլ խոսում էր բանակը քանդեցիք, բանակը չկա, ասի լսեք, զորահանդես ենք անելու, կգաք կտեսնեք, կգնատեք, ասեց գիտեմ ինչ եք անելու էլի, ասեցի ինչ ենք անելու, ասեց էսա ստից մակետներ, մուլյաժներ եք սարքելու, բերեք կամերաների դեմով անցկացնեն, ահա որ ծանր տար այդ խոսակցությունը, ասիլա ինչ անեմ, ես պետք է չեմ կարող ասա թույլ տամ, որ մարդիկ սենց բան մտածեն, ու գտա լուծումը, հիմա այս անգամ զորահանդեսի ամբողջ սպառազինություն եւ ռազմական տեխնիկան հանրապետության հրապարակով կանցնի եւ կգնաք ամբողջը կկանգնի Տիգրան Մեծ պողոտայում, դա հրապարակից գիտեք, Դուսեկոց պողոտանա, մինչև ժամը 12-ը կեսգիշեր կմնա այնտեղ, որ ձե ում մտքով անցնի, գա նայի։ Իհարկե չեն կարող թույլ տան կնոկեքին սխմեք։ Դե չէ, մանավանդ երեխեք ասում եմ մեկ է պատահական մի հատ կրակեն, խայտառակ կլինենք, որպեսզի դուք տեսնեք ձեր նոր բանակը եւ հպարտը զգաք ձեր նոր բանակով։ Իմիջայլոց մենք ամեն ինչ չէ, որ կարողանալու ենք Տիգրան Մեծ պողոտայում տեղավորել։ Հիմա համացանցում արդեն կա, այնտեղ անօթաչու թռչող սարքեր կան, որոնց թռիչքների լայնությունը այնքան մեծ է, որ Տիգրան Մեծ պողոտա չի մտնի հրապարակի կողմից, ինքը հրապարակ չէր էլ գալիս։ Ինձ մեր պաշտպանության նախարարությունը ասում էր լավ էլի չենք կարող այդ բերենք, ասի չէ, պետքա ժողովուրդը դա տեսնի։ Հիմա ստիպված քանդում են, բան չի վնասվի ժողովուրդ ջան, չանան, այսինքն թևերը հանում են, բերում են, տեղադրում են, բայց դա մնալու է հանրապետության հրապարակում։ Դուք տեսնելու եք նոր հագուստը մեր բանակի, դուք տեսնելու եք նոր դաշտային հագուստը եւ նոր տոնական հագուստը մեր բանակի։ Բժիշկ, լավա գրկեք երեխուն, պահեք, ջուր, սառը ջուր մի հատ երեխուն։ Բժիշկա մոտա, ուրա մեր բժիշկը, մոտեցեք մի հատ, բժիշկը, շտապօգնություն կանչեք նախ, բժիշկի մոտ ուղեկցեք, այստեղ բժիշկ կա ժողովուրդ ջան, ուրա, օգնեք, մեկն ու մեկը օգնեք, ամեն դեպքում շտապօգնություն կանչեք, Իմիջայլոց զորահանդեսներին տենց բաներ պատահում են, որ զինվորները քանի որ մի քանի ժամ անշարժ կանգնած ելնում են, պատահում են, համոզված են բան չկա, արևը ուժեղա։ Այսօր ժողովուրդ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները 2026 թվականի սեպտեմբերից, երբ որ իրանք ավարտեն եւ նշանակում ստանան բանակում, իրանք բնակարան են ստանալու պետության կողմից։ Եվ բնակարանային խնդիրը ոչ թե մենք թողելու ենք կուտակվի տարիներով, հետո լուծենք, այլ մենք հիմա ենք լուծելու այս գլխից, ճիշտ է 20 տարի
իրանց սեփականությունն առնելու, բայց 20 տարի վաճառելու հնարավորություն չենք տալու, որպեսզի ծառայության ընթացքում հանկարծ որևէ պատճառով չվաճառեն էլի չմնան բանի բնականի խնդրի առաջ։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսանողը 170,000 դրամ կրթաթոշակ է ստանում, ժողովուրդ ջան, 170,000 դրամ։ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի աշակերտը դա ավագ դպրոց է, 45,000 դրամ թոշակ է ստանում։ Գիտեք ինչի, որտեղ մենք հասկանում ենք, որ սպայական դասը պետության ողնաշարն է, սպայական դասը պետության ողնաշարն է, եւ Հայաստանի Հանրապետությունը հոգ է տանում, որ սպայական դասը բարձր կրթություն ստացած միշտ ներկա լինի որպես պետության ողնաշար, ավելի ու ավելի պինդ ու ավելի ամուր լինի։ Բայց ուզում եմ ասեմ նաև ձեզ, որ բանակը մեզ առաջին հերթին խաղաղության համար է պետք։ Մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության։ Պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ եւ երեխուց որ խաբարելնի ասեք։ Ուժեղ եւ պաշտպանունակ բանակը շատ կարևոր է խաղաղության համար, որովհետև ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարա գայթակղիչ լինի ագրեսիայի համար։ Հետևաբար մենք միշտ պետք է ունենանք ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, բայց որի խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված, միայն ու միայն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը եւ էսա երաշխիքը անվտանգության ու խաղաղության, էսա երաշխիքը, որ մենք մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը սերնդես սերունդ կփոխանցենք տասնամյակով, հարյուրամյակով ու հազարամյակով մեր սերունդը իրանց սերունդը հաջորդ սերնդին եւ ելի եմ ասում մենք հազարամյակ ասելով միջև միշտ հասկացել ենք ինչ որ արդեն տեղի է ունեցել հիմա մենք հազարամյակ ասելով պետքա առաջել նայենք խաղելով անցյալ հազարամյակի դասերը իսկ անցյալ հազարամյակի ամենակարևոր դասը հետեւյալն է որ ամեն անգամ երբ որ մենք թույլ ենք տալիս որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, վերջում մեզ դեն են շպրտում թողնելով անպաշտպան։ Մենք այլևս թույլ չպետք է տանք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, այլ մենք պետք է մեր ուժերը կիրառենք, միայն ու միայն մեր անվտանգության, մեր բարեկեցության, մեր պետության, մեր ազատության համար եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր բոլորակի վրա պետքա գոյություն ունենա հավիտյան, պետքա գոյություն ունենա հավիտյան, էսա մեր այսօրվա տեսլականը։ Ու այս առումով ամենակարևոր նորությունը, ամենակարևոր բանը, որի առիթով ուզում եմ շնորհավորեմ բոլորիս ժողովուրդ ջան, այդ խաղաղությունն է։ Որտեւ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով եւ մեր 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի որ այն ընտանիքում որտեղ 9 ամսական երեխա կա այդ ընտանիքը այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է Այդ երեխան այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունը եւ երջանկությունն է եւ այսօր էլ նույնը խաղաղությունն է ինքը մեր ամենամեծ ուրախությունն է եւ հիմա շատ պատերազմի երրագլուխ կուսակցություն ինչ ասում ասում եկեք այդ երեխային հանձնենք որփատուն հանձնենք ուրիշի խնամքի եւ երաշխավորի մասին խոսակցությունը հենց էսա նշանակում մենք ասում ենք համաձայն չենք որտեղ դա նշանակում է մեր ճակատագիրը էլի հանձնել ուրիշներին մենք հազիվ մեր ձեռքերը զոհությունների եւ զոհերի միջով անցնելով հասել է մեր ճակատագրի ղեկին եւ մենք չենք կարող այդ ղեկը բաց թողել եւ ես համոզված եմ նաեւ որ մեր բոլոր նահատակների հիշատակը բարձր պահելու լավագույն ձևը
այդ Հայաստանի զարգացած բարեկեցիկ անվտանգ ազատ եւ երջանիկ պետությունն է ավելի խոսուն ձևով ավելի բարձր չի կարելի պահել մեր նահատակների հիշատակը քան զարգացած բարեկեցիկ ազատ եւ երջանիկ պետությունը եւ այս ենք մենք անում իրար հետ Այս Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ամենամեծ եւ ամենակարևոր ձևն է, որպեսզի մենք բոլորս եւ նրանք ոչ մի ծնող, ոչ մի ընտանիք չպետք է մտածի, թե իր զավակի արյունը իզուր է եղվել, որովհետեւ այդ արյան եւ զողության շնորհիվ է, որ մենք հատել ենք մեր անապատի 40 տարին եւ հասել ենք մեր ավետյաց երկրին Հայաստանի Հանրապետությանը, որը մեր երազանքների երկիրն է, Եվ ուրեմն ես ձեզ սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է իրոք առերեսվել թե ինչ ենք մենք քվեարկում 16-ին Որտեւ սա պաշտոնի կռիվ չի ժողովուրդ, սա թորի կռիվ չի։ Սա պայքար է հանուն պետության, սա պայքար է հանուն խաղաղության։ Եվ սա պայքար է հանուն ավետյաց երկրի։ Եվ այս առումով շատ կարևոր է արձանագրել, որ մենք 16-ին քվեարկում ենք եւ ինչ է նշանակում քվեարկելը 16-ին։ Դա նշանակում է, որ պետությանը տեր ենք անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք եւ այս առումով շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի ամեն քաղաքացին առերեսվի եւ գիտակցի իր ուժը, որովհետեւ դուք այսօր Հայաստանում բարձրագույն իշխանություն եք, իշխանության եւ ապագայի ճակատագիրը ձեր ձեռքում է իշխանության եւ ապագայի եւ խաղաղության եւ պետության ընթացքը կախված է մի մարդուց ընդամենը մի մարդուց պատկերացնում եք ընդամենը մի մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես 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 Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես։ Երեխեք դուք քվեարկությանը չեք մասնակցում, դուք սպասեք։ Դուք ձեր հայրիկները, մայրիկները, տատիկները, պապիկները եւ 18 տարին լրացած ձեր քույրիկները եւ եղբայրներն են այդ մեկ մարդը ով այդ մեկ մարդը խնդրում եմ թող ձեռը բարձրացնի չալարի եւ ձեռը բարձրացնի եւ այս քաղաքացիների այդ մեկ մարդկանց ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ հպարտ եւ պետականատեր ժողովուրդ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը հրազդանին Կոտայքի մարզին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը Շնորհակալ եմ ժողովուրդ ջան շնորհակալ եմ Ժողովուրդ ջան երկու հայտարարություն Մեր Կոտայքի մարզում մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ
Այդ ավանդույթն ենք մենք ներդրում, որ սովորաբար հավաքները, հանրահավաքները ասում են այսինչ ժամին, կես ժամ հետո ասկսում, մի ժամ հետո։ Մենք մեր բոլոր նախընտրական հավաքները ուղիղ 20:00 սկսել ենք մի րոպե ոչ ուշ, մի րոպե ոչ շուտ ոչ ուշ։ Այս էլ է փոփոխության ճանապարհ, նաև մարդկանց նկատմամբ վերաբերմունքի, որտեղ մարդկանց հրավիրել ենք, ասել ենք 8-ին, ուրեմն պետք է սկսի 8-ին։ Եվ մենք ձեզ կոչ ենք անում, որ մեծ պատիվ կլինի բոլորիդ տեսնել վաղը ժամը 8-ին Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակին։ Բոլորիդ սպասում ենք, կլինեն ելույթներ, ուրիշ ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, նաև կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ, իրական Հայաստան երգը կկատարեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար